5 տարի առաջ այգեհատում հիմնած ընկույզի այգիներն այս տարի առաջին նշանն են տվել։ Չեխիահայ գործարար Աղասի Զավարյանը 2020 թվականին իր ծնողների ծննդավայր այգեհատում ընկույզի արտադրություն սկսելու նպատակով այգիներ է հիմնել, որը տարեց տարի ընդլայնվել է։ Ընկույզի այգին այսօր արդեն 100 հեկտար տարածք է զբաղեցնում, որտեղ աճեցվում ու խնամվում է 26,000 ընկուզենիներ։ Տնկիները 2-ից 4 տարեկան են։ Նախաձեռնողները մյուս տարի արդեն բերք են ակնկալում եւ ցանկանում են վերամշակման գործարան կառուցել։ Որոշեցինք, որ նաև մենք ունենալու ենք զավոդ, մշակելու ենք ընկույզը, հատիկավոր ենք մենք սարքելու։ Որոշումը կայացվել է այս տարի, արդեն նախագիծը կա, սկսել ենք, եւ երևույթին շինթույլտվությունը ստանալուց հետո մենք արդեն սկսել ենք կառուցել մեր գործարանը։ Նպատակը մինչև մյուս տարի 26 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր մենք արդեն ավարտելու ենք մեր շինարարական աշխատանքները։ Գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման տնտեսության կառուցման նպատակով Արմենիան Վոլնանց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դեկտեմբերի 24-ին այգեհատում հանրային առաջին լսումներ նախաձեռնել շրջակա միջավայրի վրաստեյության գնահատման վերաբերյալ։ Նախագծող կազմակերպությունը Շինկոմֆորտն է, որի ներկայացուցիչներն էլ ներկայացրին շենքի նախագիծը։ Նախատեսվում է կառուցել ուղղանկյունաձև երկհարկանի շենք, կաթսայատուն, մաքրման կայան, սեպտիկ հոր։ Նշվեց նախագիծն իրականացվելու է Հայաստանում գործող նորմատիվային պահանջներին համապատասխան, իսկ շենքի կառուցման ժամանակ շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունները կրելու են ժամանակավոր բնույթ։ Հանրային լսման եկած այգեհացիներն ասացին, ուրախ են, որ իրենց գյուղում գյուղատնտեսական մթերքի արտադրամաս է հիմնվում, որի հետ նոր աշխատատեղերի հույսեր են կապում։ Այս թվում մեր ջահելների համար լավ աշխատատեղ կլինի ու դրսից ինձ թվում է կգան գյուղից շատ դուրս եկած կան, էլի աշխատատեղը շատ են սպասել երկար ժամանակ։ Արմենիան Վոլնանց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի խոսքով այս պահին 16 մարդ է աշխատում։ Գործարանի կառուցումից հետո նախատեսում են աշխատողների թիվը մեծացնել, ընդգրկելով նաև կանանց։ Արտադրամասում ընկույզը լազերի միջոցով կեղևազրկվելու է, այնուհետև փաթեթավորվի։ Սկզբնական շրջանում աշխատանքներում կընդգրկվեն չինացի մասնագետները, ովքեր տեղացիներին կսովորեցնեն արտադրական պրոցեսի նրբությունները։ Երբ որ մենք պրոդուկտը ստանալու ենք, իրենք առաջնահերթ իրենք են դա անելու, ու միջև այդ մենք երիտասարդներից որոշ քանակությամբ տղաներ պետք է ուղարկենք, որ իրենք գնան, ասենք սովորեն եւ գան, էլի որ հետո չինացիներից հետո իրենք էլի աշխատացնեն։ Եվ այս գործարանը ընդհանուր տարածքում Կովկասի սա առաջինն է լինելու։ Մեզ ներդրում է դրվել, որ ասենք նաև աշխատատեղեր են բացվելու, նաև էլի գյուղի ժողովուրդն են աշխատելու, հարակից գյուղի ժողովուրդն են աշխատելու։ Քաղաքացու ձայնը Լոռու Մարսիալավերտի համայնքի այգեհատ գյուղից։